Տպավորությունը սենա, որ իրանք չեն ուզում ասեն, որ ինչ գործողություններ են արած ծեծելու, հայհոյելու, մեկ իրանք հերքում են ասում են մենք տես բան չեն կարել։ Ասում է Տիգրանի հետ ջերմ զրույցել ենք։ Ոստիկանությունում խոշտանգման մասին ահազանգից 10 օր անց չկա որևէ ոստիկան մեղադրյալ։ Տիգրան Ուլուբաբյանի ու ոստիկանների առերեսումներից հետո էլ իրավապահները չեն շտապում մեղադրանք առաջադրել ոստիկանության Լոռու մարզային պետխորհրդան Բարխոյանին եւ նրա 6 ենթականերին, ինչու այսօր քննչական կոմիտեից միայն փոխանցեցին։ Քննությունը շարունակվում է։ Հələ գործը քննվում է, միջև վերջը չի ավարտվել։ 29-ամյա արցախցի երիտասարդը ոստիկաններին է մեղադրում իրեն խոշտանգելու համար։ Պնդում է, որ իր բարեկամի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծել, նվաստացրել, հայհոյել։ Նրա ահազանգից հետո հարուցվել էր քրեական գործ խոշտանգման հոդվածով, կատարվել դատաբժշկական փորձաքննություն։ Կարծել են, որ Տիգրանը Ուլուբաբյան Տիգրանը միայնակ է։ Հիմա բոլորս եկեք Տիգրանին նախ ասենք, որ ինքը միայնակ չէ։ Տիգրանը միայնակ է։ Տիգրանն ու նրան սատարողները 3 օր շարունակ արդար քննության պահանջով բողոքի ակցիաներ էին անցկացրել Երևանում, քննչական կոմիտեի շենքի առջև։ Նրան ու փաստաբան Ռոման Երիցյանին անգամ ընդունել էր կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, խոստացել օբյեկտիվ քննություն։ Դե եթե արդարություն կա կպատժվեն, հաստատ կպատժվին։ Հոյես իմանու, որ ցույց չեն տվել, ինչ կա, այդ եմ ներկայացրել։ Փաստաբան Ռոման Երիցյանը սակայն դեռ անցած շաբաթ սկսած առերեսումներից հետո հայտարարել էր, որ քննչական կոմիտեն բաց է թողել խոշտանգման դեպքը բացահայտելու հնարավորությունը։ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կան տեսախցիկներ, բայց դրանց արձանագրածը չի պահպանվել, քանի որ դրանք օնլայն ռեժիմով են աշխատում։ Կան որոշակի տվյալներ, որոնք ինձ համար այդքան էլ գովելի չեն մեր տեսանկյունից, այնքանով որ ուշ քրեական վարույթ նախաձեռնելու հանգամանքով պայմանավորված եւ քննչական ակտի գործողությունները չձեռնարկելու հանգամանքով պայմանավորված արդեն իսկ բավականին ապացույցներ ոչնչացվել կամ անհետացել կամ առհասարակ թաքցրվել են։ Ուլուբաբյանի դեպքը միակը չէ։ Անցած ամիս էլ խոշտանգման մասին ահազանգել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Վահան Մկրտչյանի վերաբերյալ իրական գործը դեռևս հունվար ամսին է հարուցվել, հարցաքննվել է, ցուցմունք է տվել եւ ինքը եւ քույրը, որովհետեւ նաեւ քույրները ահազանգներ ներկայացրել, ահազանգել եւ տեսել է խոշտանգված վիճակում իրեն։ Իրավապաշտպան Անի Չատինյանն է զբաղվում այս մի գործով, չնայած դեռ 1 ամիս առաջ քննչական կոմիտե են ուղարկել բռնությունից տուժած քաղաքացու մատնանշած ոստիկանների լուսանկարները, որևէ մեղադրյալ ոստիկան չկա։ Այժմ սպասում են ոստիկանների այդ առերեսումներին, բայց դեռ պատասխան չունեն։ Չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթերը ներկայացված են եղել եւ սալջարդ է ունեցել եւ ուղեղի ցնցում է ունեցել արձանագրված արդեն իսկ փաստաթղթերով, սրանք չգիտես ինչու չեն հայտնաբերվել։ Թե արցախցի երիտասարդի, թե իրավապաշտպան Չատինյանին դիմաց քաղաքացու դեպքում դատաբժիշկը հերքել է վնասվածքները։ Ներկայացվել է միջնորդություն կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու արդեն փաստաթղթերի հիմքով, որպեսզի հասկանան այդ ինչպիսի փորձաքննություն է իրականացվել, որ չեն հայտնաբերվել արդեն իսկ փաստաթղթավորված եւ արձանագրված վնասվածքները։ Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում քննչականի ներկայացրած տվյալները խոշտանգումների ահազանգերի մասին։ Իրավապահ այս կառույցից ազատությանը փոխանցած վիճակագրության համաձայն 2022 թվականից սկսած խոշտանգումների ահազանգերն ավելացել են։ Եթե 2022 թվականին ստացել են խոշտանգման 210 դեպքի մասին ահազանգ, ապա 2023-ին 261, 2024-ին 330, իսկ միայն այս տարվա 3 ամիսներին 57 ահազանգ։ Միջազգային կազմակերպություններն ու կառույցները եւս արձանագրել են սրանց մասին, որ Հայաստանում խրախուսվում են վատվերաբերմունքի ենթարկող պաշտոնյաները։ Մարդուրանքն է եվրոպական դատաների որոշումներում սրա մասին գրել եւ անդրադարձել, եւ Հայաստանը որևէ հետևություն չի անում։ Հայաստանի Հանրապետությունը չի սիրում պատժել իր մեջ եղած խոշտանգողներին եւ չի սիրում մաքրել համակարգը արատավոր երևույթից։ Չատինյանն ուշադրություն է հրավիրում քննչականի կատարած քննության արդյունքներին։ Մի քանի 100 ահազանգերի դեպքում դատարան են ուղարկել մի քանի գործեր։ Օրինակ 2024 թվականին ստացել են 330 ահազանգ, դրանցից սակայն որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը։ Անցած 1 տարում քննչականը չի բացահայտել նաև խոշտանգման այլ դեպքեր։ Ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանն էր հայտարարել բռնության մասին, երբ ավտոբուսում այն ժամանակ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո ձերբակալվել էր։ Մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել փողոցում
մասնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին դաժան ծեծի ենթարկած կարմիր բերետավորները։ Այս երկու դեպքով էլ դեռ քննություն է ընթանում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանական համակարգի խնդիրներին անդրադառնալիս պարբերաբար ընդգծում է՝ բարեփոխումներ են ընթանում։ Ֆիքսում ենք, որ